Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնել է քաղաքի սրտում ունենալ Հռոմի Կոլիզեումի հարևանությամբ գտնվող հանրահայտ քարտեզի կրկնօրինակը, սակայն նախաձեռնությունը բախվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի մերժմանը։ Գյումրու հենց այս հատվածում պետք է վերխոյանա հենապատը, որի վրա պատկերված կլինի ծովից ծով Հայաստանը։ Այն կպատմի Great Armenia-ի հզորության մասին։ Խոսքը Հռոմի կենտրոնում տեղադրված մարմարյա քարտեզների կրկնօրինակի մասին է։ Բնօրինակը տեղադրվել է 20-րդ դարի 30-ականներին և պատկերում է հռոմեական կայսրության ընդլայնման փուլերը, որտեղ հստակ նշված է նաև Արմենիան որպես տարածաշրջանի առանցքային պետություն։ Գյումրու քաղաքապետարանը մտադիր է այս պատմական արդարության վկայությունը տեղադրել նաև մեր քաղաքում։ Պարոն Ուգասյանի նախաձեռնությամբ տարվա կեսերին որոշվեց, որպեսզի Գյումրի քաղաքի Աբովյան 252 հասցեում գտնվող Գումարի արգելոց թանգարանում հաշվառված շենքի հյուսային հատվածում, պատին հարող հատվածում իրականացվեր պատմական Հայաստան հենապատը, որի վրա սալիկապատվեր Հռոմի Կոլիզեում պատմական Հայաստանի քարտեզը։ Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, պատմական Հայաստանի քարտեզը երեսապատման սալերով որպես խճանկար պետք է հավաքվի այս հենապատի վրա։ Ըստ Կարեն Մխիթարյանի, հենապատի կառուցման հարցով բավականին երկար քննարկում է տեղի ունեցել քաղաքապետարանում։ Կապալառու կազմակերպությունը կա, շինաշխատանքներն սկսվել են։ Ըստ Մխիթարյանի, կառուցապատման նախագիծը և մասնագետների համապատասխան եզրակացությունն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն։ Դեկտեմբերի վերջ, եթե չեմ սխալվում, կրթության պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում այդ հենապատի կառուցումը, իրականացումը։ Պայմանավորվածության համաձայն մեր ճարտարապետները պետք է գիտամեթոդական խորհրդում ներկայացնեին հարցը, սակայն առանց մեր մասնագետների որոշակի քննարկում է տեղի ունեցել և բացասական պատասխան է ստացվել ԿԳՄՍ-ից, որ նպատակահարմար չեն համարում հենապատի կառուցումը տվյալ հատվածում։ Ավելին, Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուի հավաստմամբ, նիստը գումարվել է առանց իրենց մասնագետների ներկայության, ինչը զրկել է Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներին նախագիծը ներկայացնելու և պաշտպանելու հնարավորությունից։ Այժմ նախագիծը կանգ է առել։ Կրթության նախարարության հանձնաժողովի հիմնական պատճառաբանությունն այն է, որ տարածքը գտնվում է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի գոտում և կից հաշվառված պատմական շենք կա։ Քաղաքապետարանի մասնագետները, սակայն, հակադարձում են, հենապատի կառուցումը շենքին չի խանգարի, այն անկախ կոնստրուկցիա է։ Գաղափարի հետ կապված բոլոր աշխատանքները նախագծան նախահաշվային իրականացվել են, ուրեմն հենապատի հետ կապված կա մասնագիտական լիցենզավորված կազմակերպության կողմից տրված համապատասխան եզրակացություն, որով փաստվում է, որ Կումարի արգելոցում հաշվառված Աբովյան 252 շենքից 80 սանտիմետր հեռավորության վրա պիտի իրականացվի այդ հենապատը և որևէ կոնստրուկտիվ խնդիրներ չի առաջացնում շենքի հետ կապված։ Այժմ շինհրապարակն ամայացած է, իսկ հենապատի կիսատ մնացած աշխատանքները վկայում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամայական և չհիմնավորված որոշման մասին։ Այս տարածքում է գտնվում Գյումրու Հեղնար աղբյուրը, ինչպես նաև Վահան Չերազի արձանը։ Վահան Չերազի ազգականների հետ նաև բանակցություններ է տարել փոխքաղաքապետը, իրանք համաձայնվել են, որպեսզի տեղատիրքի փոփոխություն տեղի ունենա արձանի։ Որևէ խնդիր մենք չենք տեսնում, ուզում ենք գրությամբ դիմենք ԿԳՄՍ-ին, համապատասխան գիտամեթոդական խորհրդում ևս մեկ անգամ քննարկվի հարցը, արդեն իսկ մեր մասնագետների ներկայությամբ և փորձենք պարզաբանել, հասկանալ, թե ինչ ճանապարհով կարելի է հենապատի այդ աշխատանքներն ավարտին հասցնել։ Պատմական քարտեզի տեղադրումը Գյումրիում ոչ միայն զբոսաշրջային գրավչություն պետք է դառնա, այլև կրթական նշանակություն ունենա, ցույց տալով Հայաստանի դերը համաշխարհային պատմության մեջ։ Քաղաքապետարանը մեկ անգամ ևս կփորձի հստակեցնել առանց իրենց ներկայացուցիչների նախարարությունում նիստ գումարելու և բացասական եզրակացության հստակ հիմքերը։